Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում Արևմտյան Ադրբեջան չկա։ Հայաստանի ղեկավարի պատասխանը Ալիևին։ Երևանը փորձում է պահպանել հնացած մեխանիզմը, Փաշինյանի դիրքորոշումը հարցեր է առաջացնում, արձագանք Բաքվից։ Թուրքիայի արտգործնախարարը մեկնում է Մոսկվա, սեղանին Հարավկովկասի հարցերն են։ Ծառայությունը բանակում, ում համար պարտք, ում համար ճիտին պարտք։ Փող ունես չես ծառայի, չունես կծառայես նախագիծը հակասահմանադրական է, ընդդիմադիրների պնդումը։ Կարմիր գծերի գինը բարձրացնելով քաղաքապետարանը հատել է կարմիր գիծը, վարչական դատարանի որոշումը։ Դիլիջանի դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին, դպրոցի հիմնադիրը Բաքվի բանտում է։ Երկու կյանք խլած Քառանիվի վթար Ծաղկաձորում, վարորդը ձերբակալվել է։ Բժշկության մեջ դիաբետի դեմ պայքարի միջոց, նոր թրենդով նիհարելու դեղամիջոց։ Բարի երեկո արգելի հեռուստադիտող, օրվա գլխավոր ժամն է կարևորի մասին, ես Հայկ Նավասարդյանն եմ։ Երևանյան երկխոսություն միջազգային ֆորումի մեկնարկին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է պաշտոնական Երևանի տեսլականը տարածաշրջանում խաղաղ և անվտանգ ապրելու համար։ Ըստ այդմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման պատմական պահը հիմա է ու այն պետք է բաց չթողնել։ Ավելին, Փաշինյանը կարծում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու է խաղաղություն, իսկ եթե խաղաղության պայմանագիրը հակասի Հայաստանի սահմանադրությանը, ապա իշխանությունը սահմանադրական փոփոխություններ կնախատեսի։ Տիգրանուհի Կուրղինյանն է հետևել համաժողովի ընթացքին։ Երևանյան երկխոսություն երկրորդ միջազգային ֆորումի հյուրերին վարչապետ Փաշինյանը ողջունում է ու պատմում Ադրբեջանի հետ համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստ ունենք զուգահեռ նաև ադրբեջանական նախապայմաններ, այդ տեքստին իրավական ուժ տալու։ Մինսկի խմբի լուծարման փաստաթուղթը հայկական կողմը պատրաստ է ստորագրել խաղաղության պայմանագրի հետ նույն պահին, նույն վայրում։ Ինչ վերաբերում է սահմանադրությունը փոխելու պահանջին, վարչապետը նշել է, որ եթե Հայաստանի սահմանադրական դատարանը որոշի, որ խաղաղության պայմանագիրը չի համապատասխանում սահմանադրությանը, այդ դեպքում ինքը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններ, բայց այստեղ Փաշինյանը հիշեցրել է, որ ըստ սահմանադրական դատարանի Ալմաթայի հռչակագիրը, որի վրա հիմնված է թե սահմանազատման կանոնակարգը, թե պայմանագրի տեքստը, լիովին համապատասխանում են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը, ինչը նշանակում է, որ սահմանադրությունը տարածքային պահանջներ չունի որևէ մեկի նկատմամբ։ Եթե սահմանադրական դատարանը որոշի, որ նախագիծը համապատասխանում է, ապա ոչ մի խոչընդոտ չի լինի այն վավերացնելու նպատակով ազգային ժողով ուղարկելու համար։ Այնուհետև փաստաթուղթը կստանա Հայաստանում ամենաբարձր իրավական ուժը։ Համաձայն սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի, որը ենթադրում է, որ ներպետական օրենսդրության հետ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի դրույթները։ Համաձայնագիրը կլուծի բոլոր մտահոգությունները, որոնք կարող է ունենալ Ադրբեջանը։ Նրանց մտահոգությունները լուծելու ճանապարհը պայմանագիրը ստորագրելն է, ոչ թե այն ստորագրելուց հրաժարվելը։ Ադրբեջանի նախագահը նախորդ շաբաթ էր ձևակերպել, թե պաշտոնական Երևանը պետք է հստակ ասի, թե երբ են ադրբեջանցիները վերադառնալու իրենց նախկին բնակության վայրեր։ Վերադարձից հետո էլ ինչպես է ապահովելու նրանց անվտանգությունը։ Այսօր Փաշինյանը Երևանում պնդում է, չկա եւ չի կարող լինել Արևմտյան Ադրբեջան Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Դրա քննարկումը Երևանի համար բացառված է։ Շարունակում է տևական եւ կայուն խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ոչ միայն հնարավոր է, այլև հասանելի։ Նրա խոսքով Երևանը վճռական է տրամադրված եւ խաղաղության օրակարգի հանձնառուն է։ Հայաստանը պատրաստ է շարունակել խորհրդակցություններն Ադրբեջանի հետ, հասնելու խաղաղության պայմանագրի եւ այլ փաստաթղթերի ստորագրմանը, որոնք ամբողջովին եւ կտրուկ կփոխեն իրավիճակը եւ տարածաշրջանի ժողովուրդների ճակատագրերը։ Իմ համոզմունքն այն է, որ ի հեճուկս բոլոր փաստարկների, բոլոր սադրանքների եւ այլնի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև չի լինելու պատերազմ, լինելու է խաղաղություն եւ դա շատ միանշանակ է ինձ համար։ Խոսելով էթնիկ զտումներից, հիբրիդային պատերազմներից ու փոփոխվող աշխարհից Հայաստանի արտաքին դիվանագիտության ղեկավարն էլ ձևակերպում է. Հայաստանի տեսլականը պարզ է կարգավորել հարաբերությունները երկու հարևանների հետ, միմյանց ինքնիշխանության, տարածքային ամբողջականության լիակատար հարգմամբ եւ փոխադարձ տարածքային պահանջների բացառմամբ եւ խորացնել ավանդաբար բարեկամական հարաբերությունները մյուսների հետ։ Մինչև մենք շարժվում ենք աշխարհաքաղաքական փոփոխվող միջավայրում, Հայաստանը շարունակում է հաստատակամ մնալ իր գործընկերություններն ամրապնդելու գործում նաեւ տարածաշրջանից անդին։ Մենք հաստատել ենք ամուր եւ ռազմավարական գործընկերություններ Միացյալ Նահանգներից մինչեւ Եվրոպա եւ Ասիա։ Իդեպ հայ պաշտոնյաները արտերկրի հյուրերին ներկայացրել են նաև կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր, մասնավորապես նշելով, թե գնացքները կարող են գալ, անցնել անձնագրային սահմանային վերահսկողություն եւ հասնել մինչև Նախիջևան եւ հակառակ ուղղությամբ։ Սա Հայաստանի առաջարկներից մեկն է ապահովելու կապակցվածություն Նախիջևանի եւ Ադրբեջանի հիմնական մասի միջև։ Տիգրանուհի Գուրգինյան, ժամը լրատվական։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին Բաքվից պատասխանը չի ուշացել։ Այդ երկրի արտգործնախարարությունից արձագանքել են, թե Փաշինյանի դիրքորոշումը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ամեն կերպ փորձում պահպանել հնացած մեխանիզմը, որը այլևս չի համապատասխանում տարածաշրջանի իրողություններին։ Բաքվի խոսափողը անդրադարձել է նաև այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին վարչապետ Փաշինյանի հայտարարություններին, թե մեջբերում եմ Արևմտյան Ադրբեջանի վերաբերյալ Հայաստանի վարչապետի մեկնաբանությունները փաստերը աղավաղում են եւ Հայաստանի բնակչության գրեթե մեծամասնությունը կազմող ադրբեջանցիների անօտարելի իրավունքների ակնհայտ ժխտում է։ Արևմտյան Ադրբեջանի համայնքին հղումները չպետք է ընկալվեն որպես տարածքային պահանջներ, հավելել է Հաջիզադեն։ Երևանի հասցեին Բաքվից հնչող քննադատության ֆոնին Մոսկվայի հրավերով Ռուսաստան է մեկնում Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։ Կրեմլի հաղորդագրությունից պարզ է դառնում, որ սեղանին կլինի Հարավկովկասի հարցը, տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման տարբերակը։ Ստացվում է, կրկին ակտիվանում է 3+3 ձևաչափը, թեև Ալիևը ասում էր միջնորդներից կուշտ է։ Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը եկավ Երևան, վերադարձավ Մոսկվա ու Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանին է հրավիրել Ռուսաստան։ Հական Ֆիդանը Մոսկվայում կլինի մայիսի 26-ից 27-ը։ Եվ ահա ռուսական արտգործնախարարությունը հայտարարել է, թե Մոսկվան եւ Անկարան հետաքրքրված են Հարավային Կովկասի խաղաղությամբ, եւ որ կքննարկեն երկկողմ եւ միջազգային համագործակցության հարցերի լայն շրջանակ, այդ թվում Կովկասում գործակցության խորացման հարցը, ներառյալ մեջբերում, տրանսպորտային կապերի եւ հաղորդակցությունների ապաշրջափակումը, ինչպես նաեւ տարածաշրջանի հակամարտային վերականգնումը։ Ռուսաստանը եւ Թուրքիան շահագրգռված են Հարավային Կովկասի խաղաղությամբ։ Կողմերի կարծիքով դրան կարելի է հասնել 3+3 տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակներում, համատեղ ջանքերի միջոցով։ Երեք գումարած երեքն ի դեպ հիմա Բաքվի սիրած թոփ թեմաներից է։ Ալիևն ավելի վաղ պնդում էր, թե կուշտ են միջնորդներից, առաջ մղելով պահանջը լուծարել Մինսկի խումբը։ 28 տարի մենք ունեինք այդ միջնորդները, ԵԱՀԿ չարաբաստիկ Մինսկի խումբը, որի միակ նպատակն էր ամրապնդել օկուպացիան եւ Ղարաբաղը հանձնել Հայաստանին։ Հիմա Ալիևը միտքը չի փոխել իհարկե, բայց նաեւ պնդում է, թե տարածաշրջանի խնդիրներով պետք է զբաղվեն տարածաշրջանի առաջատար երկրները, իսկ առաջատար տեսնում է Ադրբեջանին եւ Վրաստանին։ 3 գումարած 3 հայտնի հարթակը, որ ձևավորվեց 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախագահ Թայիպ Էրդողանի նախաձեռնությամբ, նպատակ հանրահրճակեց նույն սեղանի շուրջ Թուրքիա, Իրան, Ռուսաստան խոշորներին եւ Հայաստան, Ադրբեջան, Վրաստան եռյակին։ Այս ձևաչափով վերջին նիստը Թուրքիայում էր անցած տարվա հոկտեմբերին։ Վրաստանն այդ հանդիպումն էլ բոյկոտեց։ Դարձյալ չցանկացավ Ռուսաստանի հետ նույն սեղանի շուրջ նստել։ Լավրովն ասաց, Վրաստանի համար 3+3 ձևաչափի դռները բաց են։ Կասկած չկա, ասաց, որ այդ ձևաչափը բոլոր մասնակիցների շահերից է բխում։ Մենք հասկանում ենք Վրաստանի դիրքորոշման նրբությունները եւ թերահավատությունը, բայց Վրաստանի ներկայացուցիչների աթոռը միշտ կլինի այս ձևաչափի նիստերի դահլիճում։ Մինչև պարզ կդառնա վրացական աթոռի ճակատագիրն, այստեղ 3+3 ռեինկարնացման վերակենդանացման հարցն էլ դեռ վերջնական վճռված չէ փաստացի։ Ռուսական արտգործնախարարության վերջին հայտարարությունը Ֆիդանի այցից առաջ լավատեսական նոտաներով է։ Բաքուն ի դեպ ժամանակին հաճույքով էր արևմուտքի գիրկը նետվում, որովհետև Բրյուսելն ու Վաշինգտոնը ըստ էության կիսում էին Բաքվի դիրքորոշումը Արցախի հարցում։ Հիմա արդեն երբ Ադրբեջանը զավթել է Արցախը, Բաքվի սերն առարևմուտք սառել է։ Դեմքով դեպի Ռուսաստան է շրջվում, ակտիվանում է Ռուսաստանը տարածաշրջանում։ Ադրբեջանի քաղաքականությունը շատ հասկանալի է, որովհետև ինքը իրականում ուզում է թողնել Հայաստանը իզոլացիայի մեջ եւ պահանջում է միջանց։ Եվ մի նպատակով ուզում է օգտագործի Վրաստանը, Վրաստանի տարածքը։ Ռեալ ճանապարհը հողի վրա տեսնելն ու հնարավորությունները ռեալ գնահատելն է, ինչ որ թափանցիկ խոստումների համեմատ, որոնք կարող են լինել Բրյուսելից։ Թեպետ հիմա կարծես առանձնապես խոստումներ էլ չկան։ Բրյուսելում չեն էլ նախատեսում ընդլայնել կառույցը ներգրավելով Հայաստանը։ Ինչ հայտարարի կգան Լավրովն ու Ֆիդանը մոսկովյան հանդիպմանը, ում կողմից է Մոսկվան Երևան-Բաքու կոնֆլիկտում։ Էսկալացիան կանխելու, խաղաղության, կայունության ռուս վերլուծաբանի պատասխանը լակոնիկ է։ Ծիրանուշ Մուրադյան, ժամը լրատվական։ Ծառայություն բանակում ում համար պարտք, ում համար ճիտին պարտք, որ փորձում են օր առաջ ամեն գնով ազատվել։ Իսկ ինչ անել, որ 18 լրացող երիտասարդը նրա ծնողները ոչ թե մտածեն, որտեղից փող ճարեն, վճարեն, որ չծառայի իրենց որդին, այլ այնպես լինի, որ բոլորը ցանկանան ծառայել հայրենիքին։ Փող ունես չես ծառայի, չունես կծառայես իշխանական падգամավորի աղմկահարույց նախագիծը իշխող խմբակցության համար լրամշակման կարիք ունի, իսկ ընդդիմությունը այն հակասահմանադրական է համարում։
Բուրըն քննարկման արժանացած 15-ից 20 միլիոն դրամ գումար վճարիր մեկ կամ մի քանի ամիս կծառայես նախագիծը պետք է քննարկվեր Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հանձնաժողովում։ Նիստը սակայն տեղի չունեցավ։ Հանձնաժողովի նիստը վարող ՔՊԱ-ական падգամավորը հայտնեց, որ ավելի հրատապ եւ կարեւոր նախագիծ ունեն քննարկելու եւ հետո հիշեցրեց, որ վճարի դիմաց ծառայությունից ազատվելու նախագիծը մանրակրկիտ քննարկելու կարիք ունի։ Մանրամասն կրկին լրացուցիչ քննարկումներից հետո կրկին կդնենք հանձնաժողովի նիստում հանրային մեծ ընդվզում կա եւ տարբեր հասարակական քաղաքական գործիչներ, հանրային գործիչներ ընդհանուր մինչեւ մարդու իրավունքների պաշտպանը տվել են իրենց բացական եզրակացությունը ամեն դեպքում մենք հետամուտ ենք լինելու այս հարցը ընդմիշտ Հայաստանի Հանրապետության օրակարգից դուրս բերելու համար։ Հանձնաժողովի անդամ ընդդիմադիր падգամավորների գնահատական այդ նախագծի վերաբերյալ նույնն է։ Այն հակասահմանադրական է, թերի վտանգներով լի եւ ոչ թե խթանելու է զորակոչի ենթակա երիտասարդ տղաների ներգաղթը, այլ բերելու է արտագաղթի թվերի ավելացմանը։ Նախ ասեմ, որ հանրային լայն շրջանակները ոչ միայն ընդունում են այս օրենքի նախագիծը, այլ կա մեծ սպասում եւ Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների կողմից եւ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող մեր հայրենակիցները շատերը սպասում են օրենքի նախագծի ընդունմանը, ինչ իր հետ բերելու է ներգաղթ, հետախուզման մեջ գտնվող հայրենակիցների հետ վերադարձ, բերելու է արտագաղթի կանխում։ Ինչ վերաբերում է ներգաղթին, նախորդ տարի դուք օրենսդրական նախաձեռնություն հանդես եկաք, որը ընդունվեց քրեական հետապնդումից ազատվելու, բայց թվերը լրիվ ուրիշ բանի մասին է խոսում 70 քանի հոգի է մի ամբողջ տարվա։ Գումարը կվճարեն կարճ ժամկետով կծառայեն ունևոր խավի փողատերերի զավակները, չունևորներն էլ սոցիալապես անապահովն էլ կգնա ծառայության կամ ժամանակից շուտ կարտագաղթի արտասահման, մինչև ծառայելու համար նախատեսված զորակոչային տարիքը կհասնի 37-ի։ Դրանից հետո նա կամ կվերադառնա երկիր կամ այլ զարտուղի ճանապարհների կդիմի։ Եթե 9-10 տարի կարողացել է առանց Հայաստան ներկա գալու ապրել, եթե մինչև 27 տարեկան համբերել է, ինքը նաև համբերի մինչև 37 տարեկան։ Սա հասարակական տարբեր խմբերի մեջ բերելու է մեծ բախումների եւ ակնհայտորեն արդարության սկզբունք այստեղ ամբողջությամբ փլուզվում են։ Ռազմական ոլորտի շատ մասնագետներ էլ առաջարկում են մտածել, ջանք թափել, թե ինչպես անել, որ բանակում ծառայելը դառնա գրավիչ, ներքին կանոնակարգային համակարգը լինի առողջ, զինված ուժերում չլինեն արտակարգ դեպքեր մահեր խաղաղ պայմաններում, եւ ի վերջո կոռուպցիան, վատ բարքերը արմատախիլ պետք է արվի զինված ուժերից։ Բոլորը պարտավոր են ծառայել Հայաստանի Հանրապետության զինված ուժերում, պետական մարմինները պարտավոր են կոռուպցիան, եթե ասում են, որ կոռուպցիա կա, կոռուպցիան արմատախիլ անել։ Ռազմական ոլորտի մասնագետները շատ հետաքրքրական եւ կարեւոր առաջարկներով են հանդես գալիս։ 21-րդ դարում պետություններ կան, որոնք պրոֆեսիոնալ վճարովի բանակներ են կառուցում։ Միլիոնավոր դոլարների հասնող գումարները, որ պետությունը ծախսում է վարժական հավաքների կազմակերպման անցկացման համար, կարելի է օգտագործել պրոֆեսիոնալ բանակ կառուցելու վրա։ Մասնագետները վստահ են, բազմաթիվ քաղաքացիներ պատրաստակամություն կհայտնեն ընդգրկվել պրոֆեսիոնալ բանակում եւ ծառայել աշխատավարձի դիմաց։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու թողարկման երկրորդ հատվածում։ Կարմիր գծերի գինը բարձրացնելով քաղաքապետարանը հատել է կարմիր գիծը, վարչական դատարանի որոշումը։ Դիլիջանի դպրոցը ճանապարհում է շրջանավարտներին, դպրոցի հիմնադիրը Բաքվի բանտում է։ Երկու կյանք խլած Քառանիվի վթար Ծաղկաձորում վարորդը ձերբակալվել է։ Մենք կրկին ուղիղ եթերում ենք, շարունակենք թողարկումը։ Սիրված սիթքոմը վերադառնում է Արմենիայի եթեր, այսուհետև ամեն երկուշաբթի և չորեքշաբթի 23:10-ին ձեր էկրաններին կոլեկտիվն է նոր ու ավելի զավեշտալի պատմություններով։ Ստեղծագործական թիմը փակագծեր չի բացում, ասում է ամեն ինչ Արմենիայի եթերում դիտեք։ Ո՞նց եք իմ կոլեկտիվ։ Աշխատանքային հայտնի տարածքում գրքերը շարունակում են թեժ մնալ, սիրված կոլեկտիվը վերադառնում է եթեր։ Նույն խառնաշփոթը նոր պատմություններով տնօրենի դերակատար Տարոն Իսպիրյանն ասում է ոչ ստանդարտ տնօրենի է մարմնավորում։ Այստեղ խաղաղ օրերն ուրեմն ի սկզբանե բացառված են։ Թիմը շատ են
սերիալային սիթքոմները, իսկ սա հենց սիթքոմի կանոններով սիթքոմ է, ճիշտ է, կարող է հեռուստադիտողի համար ոչ ստանդարտ սիթքոմ է, բայց վստահ եմ, որ ծիծաղելու են շատ ու շատ սիրելու են էլի երկրորդ եթերաշրջան։ Յոպե, առաջին հանդիպներն են։ Ընթացքում իհարկե եղել են շատ մարդիկ են ուրախանում ու սպասում են, անգամ արդ երկրից ինձ նամակներ են գրում, որ հայերը դրսում են նայում մեր սիթքոմը ու սպասում են երկրորդ եթերաշրջանին։ Եթե երկրորդ եթերաշրջանը նույն արձագանքը ունեցավ, հուսով ենք, որ երրորդն էլ կլինի, չորրորդն էլ եւ այդպես շարունակ։ Իրականում հարաբերությունները շատ ավելի են սրվել, շատ ավելի զարգացումներ են ապրել կերպարները իրար մեջ եւ կոլեկտիվից դուրս արդեն հետաքրքիր զարգացումներ։ Կարծում եմ ավելի հաջող եթերաշրջանը մենք էլ ավելի փորձված ենք այս ասպարեզին, այսպես ասած։ Սիրային գրքերն այս եթերաշրջանում էլ քիչ չեն լինի, դրանցից մեկը հենց Ռիփիի հետ կապ կունենա։ Փակագծերն ավելին դեռ չի բացում։ Սյուրպրիզները շատ են լինելու եւ հետաքրքիր լավ արտիստներ, որոնք մտնելու են դուրս գան եւ հետաքրքիր ինչ-որ փոփոխող լինիաներ, ինչ-որ այնտեղ ռոմանտիկ եւ ոչ միայն հումորային։ Սիթքոմում բազում նոր դեմքեր ենք նաև տեսնելու, օրն ու ժամն էլ հստակ յուրաքանչյուր երկուշաբթի ու չորեքշաբթի 23:10-ին Արմենիայի եթերից հյուր կգան կոլեկտիվի անդամները։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Երևանում նախատեսում են տրանսպորտային մի ամբողջական առանձնացված գիծ ունենալ, որը նոր-նորքից կհասնի մինչև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան։ Սրանից բացի փոքր կենտրոնի համար էլ շարունակության հայեցակարգ է մշակվում։ Միջազգային փորձագետները առաջարկում են, որ օրինակ հանրապետության հրապարակում մեքենաները ճանապարհը զիջեն հետիոտներին, ինքնագլոր ու հեծանիվ քշողներին։ Եթե քաղաքապետարանը գաղափարը ընդունի, ապա հրապարակ մտնող միակ փոխադրամիջոցը հասարակական տրանսպորտը կլինի։ Թե երբ քաղաքային իշխանությունը որոշում կունենա, դեռ պարզ չէ, քաղաքապետը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում միայն նշել է, թե նվազագույնը մինչև տարեվերջ պետք է այն ընդունել։ Շարժունակության փոփոխությունը փոքր կենտրոնում դեպի հետիոտնային ավելի տեղաշարժ է գնալու, ինչպես եւ շատ այլ մայրաքաղաքներում է իրականացվում, եւ այն հրապարակներում, որտեղ որ ավտոմեքենաների շարժը էականորեն կնվազի, իրենք շատ ավելի լայն հնարավորություններ կստանան զարգացման եւ մասնավորապես հանրապետության հրապարակը։ Ինչքան էլ որ անպատկերացնելի է թվում այս պայդրությամբ այդ փոփոխությունը, բայց ես վստահ եմ, որ նմանատիպ փոփոխություններով որ քաղաքային կոլորիտը ավելի է, այսպես ասած, ընդգծվում։ Մայրաքաղաքում կարմիր գծերի գինը անգամ տասնապատիկ բարձրացնելուց հետո քաղաքը չի բեռնաթափվում։ Այս ընթացքում վարչական դատարանը անվավեր է ճանաչում կայանման համար վճարները բարձրացնելու քաղաքապետարանի որոշումը։ Քաղաքային իշխանությունը մտադիր է նաև այս հարցով վերաքննիչել հասնել։ Կարմիր գծերի համար սահմանված վճարները բարձրացնելու ավագանու որոշման դրույթները վարչական դատարանն անվավեր է ճանաչել։ Արձանագրել է. քաղաքապետարանը որևէ կերպ չի ապացուցել, որ վճարը շեշտակի ավելացել է ծառայությունների որակը բարելավելու նպատակով։ Դատարանը փողոցները բեռնաթափելու ավագանու պատճառաբանությունը եւս համարել է ոչ իրավաչափ։ Մեծ հաշվով չեն ներկայացել բավարար ապացույցներ, թե ինչպես է հիմնավորվում տվյալ տեղական ավտոկայանելու համար ծախսվող գումարները անպատասխան կառույցի 25 թվականի համար անհրաժեշտ ապացույցներ չեն ներկայացել չափի մասով, այսինքն սահմանվող պետական տուրքերը, վճարները պետք է համապատասխանեն այն ծախսերի ծավալին, որոնք անհրաժեշտ են ծառայությունները տրամադրելու համար երևանցիներին։ Դատարանի այս որոշման հետ կապված դիմեցինք նաև քաղաքապետարան տեղեկանալու վարչական դատարանի որոշումը բողոքարկելու են, պատասխանեցին այո, դիմելու են վերաքննիչ դատարան։ Մինչև քաղաքապետարանը կդիմի վերաքննիչ դատարան եւ հայտնի էլ չէ, թե վերաքննիչ դատաքննությունը որքան կտևի, իրավաբանական համայնքը տեղեկացնում է, որ քաղաքացիները այդ ընթացքում շարունակելու են կրել վարչական ակտի հետևանքները։ Քանի որ ուժի մեջ չի մտել եւ կա վերաքննության հնարավորություն, իսկ վերաքննությունը առհասարակ դատական քննությունը մեր մոտ շատ երկար է տևում,
Հետևաբար, մինչև որ ավարտվում է վերաքննության փուլը, հետո վճռաբեկ գնում են կամ չեն գնում, մինչև այդ ամբողջ process-ը էփվում եւ ավարտվում է, գալիս է հաջորդ տարին։ Եվ քաղաքապետարանը ընդունում է արդեն նոր տարվա համար տեղական վճարներ, դրանք սկսում են կիրառվել եւ փաստացի ստացվում է արդյունավետությունը դատական պաշտպանության բավականին ընկնում է։ Կարող են վարչական տուգանքի ենթարկվածները վերջնական դատական ակտից հետո փոխհատուցում ստանալ իրենց կատարած ծախսերի համար։ Փաստաբանը տեղեկացրեց, որ այո, կարող են, երբ վերջնական ակտով հաստատվի, որ տվյալ նորմատիվ իրավական ակտը ոչ իրավաչափ է։ Ոչինչ չի խանգարելու անձանց դիմելու վարչական մարմին, ասելու քանի որ մեծ հաշվով ապօրինի ես ինձանից գանձը, վերադարձրու ես քան դրան, ապացույցները բնականաբար բոլորը ունեն, դրանք բոլորը փոխանցումներով կամ չեկերով կարող են հաստատվել, այսինքն կարող են ունենալ այդ ապացույցները։ Եվ հրաժարվելու դեպքում անձինք կարող են իհարկե դիմել դատարան նաև այդ փոխհատուցումները ստանալու համար։ Վճարումների բարձրացումից հետո էլ կարելի է նկատել, որ հատկապես քաղաքի կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներ ծանրաբեռնված են։ Մեքենաներն էլ մեծ դժվարությամբ են գտնում թափուր կարմիր գծեր մեքենաները կայանելու համար։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Ծաղկաձորում ողբերգական վթարից հետո հիվանդանոց տեղափոխված աղջիկներից մեկը դեռ բժիշկների հսկողության տակ է, մյուսը դուրս է գրվել հենց վթարի օրը։ Երկու դեռահասի կյանք խլած կվադրոցիկլի վարորդը վարորդական չի ունեցել։ Նա ձերբակալվել է, դեպքի մանրամասները տեսանյութում։ Զվարճանքից ողբերգություն ընդամենը 1 քայլ։ Ծաղկաձորում վթարի ենթարկվեց բագի տեսակի կվադրոցիկլը, որի հետևանքով երկու անչափահաս աղջիկներ մահացան։ Լուրը կայծակի արագությամբ տարածվեց երկրով 1։ Դեպքը տեղի ունեցել մայիսի 24-ին ժամը 11:20-ի սահմաններում։ Ուղևորները 4-ն էին, որոնցից երկուսն էլ մարմնական վնասվածքներով ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։ Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածներից մեկը դուրս է գրվել հենց վթարի օրը, մյուսը դեռ հիվանդանոցում է։ Ունեցել է պոլիտրավմաներ, հետազոտությունները դեռ շարունակվում են։ Կյանքին սպառնացող վտանգ չկա։ Մահացածները Երևանի թիվ 29 դպրոցի աշակերտներ են։ Քննչականից ժամին հայտնեցին, որ դեպքի առթիվ ձերբակալել են վարորդին վարելու համապատասխան իրավունք չունենալու համար եւ նախաձեռնել են քրեական վարույթ 342-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով։ Ոստիկանությունն էլ հերքում է տեղեկությունները, թե վթարի ենթարկվածները շրջանավարտներ են։ Բժշկական կենտրոն տեղափոխված 4 անձից 2-ը 2009 թվականին ծնված աղջիկներ են, որոնք մահացել են։ Լրատվական կայքերից մեկում տեղեկություն էր տարածվել, թե մահացածները շրջանավարտներ են։ Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Սա ցավալի հետևանքն է թերի վերահսկողության, որ շարունակվում է զբոսաշրջային վայրերում։ Խնդիրը առավել քան խորքային է։ Նման տրանսպորտային միջոցները նախատեսված չեն քաղաքային երթևեկության համար, մինչդեռ զբոսաշրջային քաղաքներում կվադրոցիկլները հաճախ վարձույթով տրամադրվում են ոչ միայն չափահասներին, այլև դեռահասներին, առանց վարորդական իրավունքի, տարրական անվտանգության ճշգրտումների ու առանց վերահսկողության։ Եվ այս ամենը լեռներում ոլորապտույտ ճանապարհների վրա։ Ոստիկանությունից պարզաբանեցին նաև, որ կվադրոցիկլեր եւ նմանատիպ այլ տրանսպորտային միջոցներ վարելու համար հարկավոր է համապատասխան թույլտվություն, ինչպես ավտոմեքենաների դեպքում է։ Այն էլ իր հերթին վերահսկվում է բարեկային ծառայության կողմից։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Մոտ 10 տարի առաջ Դիլիջանում բացված միջազգային դպրոցը իր պտուղներն է տալիս աշխարհի տարբեր անկյուններից։ Մեր երկիր եկած կրթություն ստացած ուսանողները հեռանում են որպես Հայաստանի դեսպաններ, աշխարհին պատմելու, որտեղ է Հայաստանը, ովքեր են հայերը։ Իսկ նրա զավակներից մեկը, որ հիմնադրել է այս դպրոցը, երկրորդ տարին անընդմեջ ծննդյան օրը դիմավորում է Բաքվի բանտում։ Ամուսնու փոխարեն նաև նրա անունից Վերոնիկա Զոնաբենդը ճանապարհել է արտերկրի ուսանողներին։ 80-ից ավելի երկրների ուսանողները հրաժեշտ են տալիս Դիլիջանին ու Հայաստանին, խոստանում են լինել ու մնալ Հայաստանի բարեկամը։ Դիլիջանի UWC դպրոցի ավարտական արարողությունն է, որպես երախտիկ հյուրընկալող երկրին հնչում է հայկական երաժշտություն, քոչարի են բարում։ Նաև երախտիկի խոսքեր դպրոցի համահիմնադիրներին Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանին եւ նրա կնոջը Վերոնիկա Զոնաբենդին, որոնք իրենց ամբողջ ջանքն են ուղղել դպրոցի զարգացմանը։ Առանձնակի երախտիկի խոսք եմ ուզում ուղղել դպրոցի հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Վերոնիկա, չեմ կարծում, թե երբևէ մենք կկարողանանք կշռել քո եւ Ռուբենի ներդրումը, բայց մի բան հստակ է, ձեր ժառանգությունը լցնելու է նրանց կյանքը, ում համար դուք ջանք չեք խնայել ու ներդրում ունեցել։ Չկա ավելի մեծ շնորհ, քան կանգնել ձեր ազգի կողքին այս դժվարին ժամանակներում։ Սիրելի Ռուբեն, մեր ցանկությունը, մեր հաստատուն երազանքն է, որ դու վերադառնաս այն հողը, որը քո սրտում է, որպեսզի շարունակես կառուցել այն ապագան, որին բոլորս կարոտում ենք։ Հայրենիքը, որը վերածնվում է դիմադրողականության, արժանապատվության եւ միասնության միջոցով։ Երգը, որը պատրաստվում եմ կատարել այդ երազանքների հայրենիքի մասին է։ Հող, որը նվաճեցին մեր նախնիներն եւ դեռևս պահպանվում է մեր եղբայրների եւ որդիների զոհողություններով։ Հեղինակը Ռոբերտ Ամիրխանյանն է։ 2013 թվականի
Այս դժվար ժամանակներում, երբ բարերար դպրոցի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը ապօրինաբար բակվում է, կնոջը Վերոնիկա Զոնաբենդին դպրոցն ու երեխաներն են ուշ տալիս դիմակայելու։ Բարերար ամուսինների համար կրթությունը միշտ է առաջնահերթ եղել, իսկ կրթական ոլորտի զարգացումը նրանց գործունեության ամենակարևոր ուղղությունն է։ Խնդրում եմ հիշեք կրթօջախը, որը օգնել է ձեզ ձևավորվել։ Մենք հանձնառու դարձանք կառուցել մի դպրոց, որտեղ յուրաքանչյուր ոք աճի, զարգանալու հնարավորություն ունի։ Եվ ուրեմն եկեք հիշատակենք ոչ միայն այն, թե ուր ենք հասել այս պահին, այլ նաև թե ինչպես ենք հասել անցել այդ ճանապարհը։ Միասին մենք ուժեղ ենք ձեզ հետ, ես ամուր եմ։ Եվ շնորհակալություն դրա համար։ Բարերար ամուսինները UWC Դիլիջանի դպրոցը հիմնադրելիս նպատակադրվել էին նպաստել Հայաստանի որպես համաշխարհային մակարդակի միջազգային կրթական եւ մշակութային կենտրոնի զարգացմանը։ UWC Դիլիջանի շնորհիվ ձևավորվում է ավելի քան 120 երկիր ներկայացնող երիտասարդների մի մեծ միջազգային խումբ, ովքեր կկայանան եւ կդառնան ապագայի առաջնորդներ ճանաչելով ու գնահատելով Հայաստանը, ովքեր ամբողջ կյանքի ընթացքում հետաքրքրված կլինեն Հայաստանով։ Սա էլ իր հերթին կխթանի միջազգային մշակութային կրթական եւ գիտական կապերի զարգացումը։ Այսպիսով UWC Դիլիջանի շնորհիվ հայ երեխաները ստանում են միջազգային չափանիշներին համապատասխան կրթություն, իսկ Դիլիջանում ուսանած օտարերկրացիները դառնում են Հայաստանի դեսպանները։ Տիգրան Ուիկուրղինյան, ժամը լրատվական։ Եվս մեկ դադար ունենք, կվերադառնանք րոպեներ անց։ Բժշկության մեջ դիաբետի դեմ պայքարի միջոց, նոր թրենդով նիհարելու դեղամիջոց։ Մենք վերադարձանք, դուք դիտում եք գլխավոր ժամը։ Թողարկումը շարունակենք առողջապահական թեմաներով, ավելորդ քաշից ազատվելու երկու ճանապարհ կա, ընտրությունը ձերն է։ Առաջինը առողջ սնունդ, ակտիվ կյանք ու քրտնաջան մարզումներ տարբերակն է, որի արդյունքը 1-2 օրում չի նկատվում։ Երկրորդ տարբերակը ավելի կարճ ու արագ ճանապարհ է, բայց արդյոք այս տարբերակը առողջ ու անվտանգ է։ Խոսքը մեր օրերում լայն տարածում գտած Օզեմպիկ դեղամիջոցի մասին է, որը սովորաբար օգտագործում են շաքարային դիաբետ ունեցող բուժառուները։ Օզեմպիկ, իսկ ավելի պարզ ասած, արագ քաշ կորցնելու արդյունավետ միջոց։ Ավելորդ քաշից ազատվելու, օր առաջ նիհարելու կանանց մոդայիկ դարձած սովորույթը դրդում է նրանց տարատեսակ դեղամիջոցներ փորձարկել։ Այս անգամ խոսքը ի սկզբանե շաքարային դիաբետի դեմ կիրառվող միջոցի մասին է, որն աշխարհով մեկ գովազդվում ու վաճառվում է որպես նիհարեցնող միջոց։ Օզեմպիկի հանդեպ ուշադրությունն ավելացավ հատկապես վերջին տարիներին, երբ Իլոն Մասկն ու Քիմ Քարդաշյանը հայտարարեցին դրա օգնությամբ արագ նիհարելու մասին։ Դեղամիջոցի անվերահսկելի կիրառության ու հնարավոր ռիսկերի մասին մասնագետներն են բարձրաձայնում։ Խնդրին Facebook-յան գրառմամբ անդրադարձել է նաև բժշկական համալսարանի ռեկտորը։ Հերացի վերլուծականի այս անդրադարձը թելադրված է մոդայիկ հրաշք դեղամիջոցի գնալով անվերահսկելի կիրառմամբ եւ նպատակ ունի բացահայտել դրա հնարավոր ռիսկերը եւ կանխել բարդությունները ինքնուրույն կիրառման պարագայում։ Օզեմպիկի նման նոր դեղամիջոցները նոր հնարավորություններ են բացում, բայց նաև առաջացնում բարոյական, տնտեսական եւ առողջական խնդիրներ։ Մինչև կոմայի դուռը հասցնող դեղամիջոցի բացասական հետևանքների մասին քչերը գիտեն, չնայած համաշխարհային աստղերի կողմից գովազդվող դեղամիջոցը խոստանում է առանց հատուկ սննդակարգի մի քանի ասեղ ներարկումից հետո կորցնել ավելորդ կիլոգրամները, այդուհանդերձ առողջական լուրջ խնդիրների է հանգեցնում։ Կարող է առաջացնել սրտխառնոց, փսխում, փորկապություն, ենթաստամոքսային գեղձի բորբոքում։ Շատ արագ ձևով սկսում է ազդել մարդու օրգանիզմի վրա եւ նիհարեցնում է, բայց մարդիկ հաշվի չեն առնում վերջինիս բացասական էֆեկտները, որը որ շատ մեծ գիտնականներ դրա վերաբերյալ տարբեր հրապարակումներ են անում։ Դեղամիջոցը Հայաստանում գրանցված չէ, սակայն պահանջարկը բավականին մեծ է։ Այդ է նաև պատճառը, որ շատերն այն ձեռք են բերում անօրինական ճանապարհներով։ Ոլորտի փորձագետն ասում է, Հայաստանում դեղերի մասին գործող օրենքով յուրաքանչյուր քաղաքացի կարող է իր օգտագործման համար արտերկրից ներկրել եւ իր հետ բերել 5 տարբեր անվանում դեղամիջոց, յուրաքանչյուրից 3-ական։ Մեր օրենսդրությամբ Հայաստանի Հանրապետությունում կարող է շրջանառվել եւ կիրառվել բացառապես գրանցված դեղը։ Օզեմպիկը գրանցված չի Հայաստանում, այսինքն վերլուծություն Հայաստանի Հանրապետությունում իր շրջանակում չի իրականացվել գոնե փաստաթղթային վերլուծություն Օզեմպիկի հետ կապված իրականացնել։ Ստերից բխում է մյուս հարցը։ Եթե այդպես է, ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բժիշկները նշանակում են տվյալ դեղը։
Մասնագետները պնդում են, որ Հայաստանում առանց դեղատոմսի եւ ակցիզային դրոշմապիտակի է վաճառվում շաքարային դիաբետի համար նախատեսված, բայց մեծամասամբ նիհարելու համար գովազդվող Օզեմպիկը։ Հաճախ էլ հենց օնլայն դեղատներն են զբաղվում այս պրեպարատի վաճառքով։ Դիմեցինք նաեւ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին հասկանալու, թե ինչպես են վերահսկում այս դեղամիջոցի վաճառքի վերահսկողությունը շուկայում։ Տեղեկացրին, որ դեղերի շրջանառության ոլորտի պահանջները խախտելու համար պատասխանատվություն է նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 47-3 հոդվածով։ Ինչ վերաբերում է տվյալ դեղի ապօրինի շրջանառությանը, ապա նախաձեռնվել է 1 վարչական բարույթ։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։ Հայաստանի աուդիտորների և փորձագետների պալատը վերջին 4 տարիներին բազմապատկել է պալատի գործունեությունը բնութագրող բոլոր ցուցանիշները, ապահովել 7 անգամ աճ, արդյունքում Հայաստանի դերը տարածաշրջանում ավելի է ամրապնդվել։ Առաջիկայում հավակնոտ ծրագրեր կան, նախատեսում են ներդրումներ կատարել մասնագիտական զարգացման ուղղությամբ։ Դահլիճում աուդիտորները, փորձագետ հաշվապահներն ու գերատեսչությունների, բիզնես և պրոֆեսիոնալ կառույցների ներկայացուցիչներն են մեկտեղվել։ Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատի տարեկան ընդհանուր ժողովն է։ Հավաքվել են նախ խորհրդի նոր կազմ ընտրելու, ապա քննարկելու ոլորտում տեղի ունեցող վերջին փոփոխություններն ու դրանց գործնական կիրառումը, արձագանքելու ձեռքբերումներին ու նախանշելու զարգացման հետագա ուղիները։ Վերջին 4 տարիների ընթացքում պալատի գործունեության բնութագրող հիմնական բոլոր ցուցանիշները բազմապատկվել են, ապահովելով միջինում 7 անգամ աճ։ Արձանագրել ենք նշանակալի հաջողություններ և ձեռքբերումներ մեր մասնագիտական համայնքի գործունեության բոլոր բնագավառներում։ Աճել է Հայաստանի դերը տարածաշրջանում։ Մեր երկրում հիմա պալատը օրենքով հավատարմագրված միակ մասնագիտացված կառույցն է, որին 2020 թվականից փոխանցվել են Հայաստանում հաշվապահական հաշվառման ու աուդիտորական գործունեության ոլորտներում պետական կարգավորման մի շարք կարևոր գործառույթներ, մասնավորապես աուդիտորի կամ փորձագետ հաշվապահի որակավորումների շնորհում, շարունակական մասնագիտական զարգացման պահանջների սահմանում եւ վերահսկում, աուդիտորական կազմակերպությունների կողմից մատուցվող ծառայությունների որակի հսկողության եւ օրենքով սահմանված այլ պահանջների պահպանման արտաքին գնահատում եւ կարգապահական պատասխանատվության միջոցների կիրառում, մասնագիտական հանրության ռեեստրի վարում։ Մենք ձեռք ենք բերել սեփական գրասենյակ հարմարավետ, որը ինչ խոսք հասարակական կազմակերպությունների համար հազվագյուտ երևույթ է։ Պալատն իր առաջիկա ծրագրերով նախատեսում է համակարգային ներդրումներ կատարել եւ երկարաժամկետ նախագծեր կյանքի կոչել մասնագիտության զարգացման ուղղությամբ։ Նպատակ ունեն նաեւ դառնալ հաշվապահների միջազգային դաշնության լիիրավ անդամ։ Էդուարդ Պողոսյան, Զոհրաբ Քարամյան, ժամը լրատվական։ Զովունիում 2 մեքենաների բախման հետևանքով մահացել է Երևանի ամենատարեց բնակիչներից մեկը, որ 104 տարեկան էր։ Նախորդին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի տարածքում երկաթուղային գծերի վրա նկատելով պատանուն գնաց քավարը մի քանի անգամ ձայնային ազդանշան է կիրառել, բայց ապարդյուն։ Մահացած տղան Արցախից էր։ Թշնամին օկուպացված Արցախում հայրենական պատերազմին նվիրված հուշակոթողներն է հողին հավասարեցնում։ Բռնազավթված Արցախի Մարտունու շրջանի Եմիշճյան գյուղում արբանյակային լուսանկարների նախնական վերլուծությամբ ոչնչացվել է հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը։ Ռուսաստանի քրեական օրենսգրքի 243.4 հոդվածը պատիժները նախատեսում Ռուսաստանի սահմաններից դուրս հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դրսևորումների համար։ Գրել է հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը, հույս հայտնելով, որ այս վանդալիզմը կունենա համապատասխան գնահատական։ Անցած տարվա ընթացքում Հայաստանում արտադրվող ցեմենտի քանակը ներմուծման հաշվին կրճատվել է։ Բանն այն է, որ Իրանում էներգակիրները բավականին էժան են։ Վերջին շրջանում իրանական մանաթը արժեզրկվել է եւ արձանագրվել է ցեմենտի ինքնարժեքի անկում։ Այդ ապրանքը դարձել է հակամրցակցային Հայաստանում ցեմենտ արտադրողների համար։ Էկոնոմիկայի նախարարությունն առաջարկում է ցեմենտի ներմուծման հանրապետական տուրքը 800 պատիկի չափ բարձրացնել։ Այդ կերպ ըստ օրենքի նախագծի հեղինակների հնարավոր կլինի պաշտպանել ներքին արտադրողին։ Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական նախաձեռնությանը։ Երևան-Գյումրի երթուղին սպասարկող մարդատար գնացքի տակ Արցախից տեղահանված պատանի է ընկել ու մահացել։ Դեպքը տեղի է ունեցել նախորդին Արմավիրի մարզի Ջրառատ գյուղի մերձակայքում։ Հարավկովկասյան երկաթուղի ընկերությունից հայտնում են, որ էլեկտրագնացքի մեքենավարական անձնակազմը նկատել է երկաթուղային գծերի վրա կանգնած պատանուն։ Նա գտնվել է գնացքից մոտ 130 մետր հեռավորության վրա մեջքով դեպի գնացքը։ Մեքենավարը անմիջապես կիրառել է ձայնային ազդանշաններ եւ արտակարգ արգելակում, սակայն բախումը կանխել չի հաջողվել։ Արտակարգ արգելակումից հետո գնացքը շարունակել է շարժվել իներցիայով մոտ 380 մետր։
համար։ Դեպքի առթիվ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։ Գնացքավորը ձերբակալվել է, նախաքննությունը շարունակվում է։ Զովոնիում Մերսեդեսների բախման հետևանքով մահացել է Երևանի ամենատարեցներից մեկը՝ 104-ամյա տղամարդը։ Բախման հետևանքով Մերսեդեսներից մեկը դուրս է եկել երթևեկելի կոտուց եւ հարվածել բետոնե էլեկտրասյանն ու բնակչի տան քարե եւ ցանցե պարսպին։ Մյուս ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Երևանյան 10 մանկապարտեզներում ներդրված ռոբոտաշինություն կրթական փորձնական ծրագիրն ապացուցել է արդյունավետությունն ու կդառնա հիմնական ծրագիր։ Քաղաքապետարանից հայտնում են, որ հաշվի առնելով լրացուցիչ ծանրաբեռնվածությունը ծրագրով աշխատող դաստիարակները նախորդ ամիս պարգևատրվել են աշխատավարձի 100-ապատիկի չափ։ Առաջիկայում կմեկնարկի դաստիարակների վերապատրաստման ծրագիրը։ Սիլվի Մուրադյան, ժամը լրատվական։ Այժմ սպասվող եղանակի մասին մայիսի 27-ը հանրապետությունում կանցնի առանց տեղումների, 28-ից 31-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Եղանակի տեսության հովանավորն է Ֆերոսի ապրանքանիշը իր հուսալի, անվտանգ և գերխնայող գազի կաթսաներով, որոնք պաշտոնապես ներկայացված են էքստերիեր խանութների ցանցում։ Ֆերոսի եղանակ ստեղծող կաթսաներ։ Այժմ եղանակի մասին առավել մանրամասն։ Եվ այսպես Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Վայոց ձորի լեռներում սպասվում է 19-ից 22, Վայոց ձորի և Արագածոտնի նախալեռներում 23-ից 27 աստիճան ջերմություն, Լոռիում կլինի 18-ից 22, Տավուշում 22-ից 25 աստիճան տաքություն, Արարատում, Արմավիրում սպասվում է 28-ից 30, Սյունիքի Հովիտներում 28-ից 30 աստիճան տաքություն, Սյունիքի նախալեռնային շրջաններում սպասվում է 20-ից 24 աստիճան։ Մայրաքաղաք Երևանում գիշերը կլինի 14-ից 16, ցերեկային ժամերին 27-ից 29 և երեկոյան ժամերին սպասում ենք 18-ից 20 աստիճան տաքություն։ Հարգելի հեռուստադիտող, այսքանով ավարտված է ժամի գլխավոր թողարկումը, խաղաղ գիշեր եմ մաղթում։